Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ։ Տոներին ընթառաջ ձեզ բերել եմ մեղրով տորթի պատրաստման իմ տարբերակը։ Հուսով եմ կհավանեք, մեկնաբանության դաշտում գրեք դուք ինչպես եք պատրաստում և հավանեցիք թե ոչ։ Գնացինք։ Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են, դե իհարկե ալյուր, մեղր, կարագ, ձու, վանիլին, մի փոքր աղ, շաքարավազ, սոդա, փխրեցուցիչ, բուսայուղ և քացախ։ Վերցնում ենք հաստ տակացույով կաթսա, մեջը ավելացնում ենք կարագը, մեղրը և սոդան։ Սիրելիներս, բաղադրիչների քանակը մանրամասն նկարագրության բաժնում գրել եմ։ Սոդան ավելացնելուց հետո դնում ենք գազօջախի վրա։ Դնում ենք շատ թույլ կրակի վրա և սկսում ենք անընդհատ խառնել։ Կարագը հալվելուց հետո եփում ենք 5-ից 6 րոպե, մինչև որ ստանանք գեղեցիկ անուշ ոսկեգույն։ Սիրելիներս, եթե դուք սիրում եք, որ խմորեղենի մեջ կարամելային համը շատ է լինում, շատ է զգացվում, այդ դեպքում կարող եք մի փոքր մուգ անել։ Անջատում ենք գազօջախը և թողնում ենք հովանա, իսկ մենք անցնում ենք մյուս էտապին։ Կոտրում ենք ձուն, ավելացնում ենք շաքարավազը և մի պտղունց աղ։ Եվ սկսում ենք էլեկտրական հարիչով հարել։ Հարում ենք այնքան, մինչև զանգվածը սպիտակի։ Այժմ ավելացնում ենք բուսայուղը և քացաղը։ Կրկին մի փոքր հարում ենք և ավելացնում ենք արդեն հովացած մեր կարամելային զանգվածը։ Քիչ-քիչ ավելացնում ենք և հարիչով հարում ենք։ Մի 2 րոպե էլեկտրական հարիչով հարելուց հետո հեռացնում ենք, այնուհետև սկսում ենք քիչ-քիչ ավելացնել ալյուրը։ Ալյուրի հետ ավելացնում ենք 1 թեյի գդալ փխրեցուցիչ և վանիլին։ Հենց տեսնում ենք արդեն մեր զանգվածը խտացել է, այլևս հնարավոր չի գդալով խառնել, աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք անում և մեր խմորը տեղափոխում ենք աշխատանքային սեղանին։ Սկսում ենք հունցել։ Ինչպես տեսնում եք, ես ալյուրը միանգամից չեմ ավելացնում, այլ քիչ-քիչ ավելացնում եմ և այսպես խառնում եմ։ Պետք է ստանանք շատ փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Այժմ բաժանում ենք մասերի, ես բաժանել եմ 10 մասի, եթե դուք սիրում եք, որպեսզի շերտերը հաստ լինեն, ապա կարող եք 6 կամ 7 մասերի բաժանել, ես սիրում եմ, երբ որ կրեմի և շերտի հաստությունը նույնն է լինում։ Այսպես հավասարաչափ բաժանում ենք և գնդիկներ ենք անում։
Ահա եւ մեր գնդիկները թողնում ենք 15 րոպե հանգստանա, այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը 200 աստիճանի տակ եւ թողնում ենք, որ լավ տաքանա։ Խմորները հանգստանալուց հետո սկսում ենք բացել։ Բացում ենք առատ ալյուրով, որպեսզի չկպնի մեր աշխատանքային սեղանին, քանի որ մեր խմորը շատ նուրբ է, կարող է կպչել եւ ձեր գործը ավելի դժվարացնել։ Ընդհանուր առմամբ ես օգտագործել եմ 1 կիլոգրամ ալյուր։ Դուք կարող եք մի փոքր քիչ կամ շատ ավելացնել, դա կախված կլինի արդեն ձեր ալյուրի խտությունից եւ տեղափոխում ենք թավայի մեջ։ Եվ կարող եմ երկրորդ տարբերակը առաջարկել, որը ավելի հեշտ է, բացում ենք անմիջապես յուղաթղթի վրա եւ կրկին տեղափոխում ենք թավայի մեջ եւ դնում ենք ջեռոց։ Թխում ենք 4-ից 5 րոպե։ Մեր շերտերը արդեն պատրաստ են, տեսեք ինչքան գեղեցիկ, հավասար շերտեր ենք ստացել, թողնում ենք հովանան, իսկ մենք անցնում ենք կրեմին։ Կրեմի համար ես այս անգամ վերցրել եմ փոշի կրեմ, չգիտեմ Հայաստանում վաճառում են թե չէ, ես վերցրել եմ Վրաստանից, որը նախատեսված է էկլերների, հենց մեր խմորեղենի համար, մեղրով տորթի եւ շերտավոր խմորների համար։ Փոշի կրեմից 1 բաժակ լցնում ենք եւ 1 բաժակուկես սառը ջուր ենք լցնում, հարիչով հարում ենք, մինչեւ որ ստանանք այսպիսի զանգված։ Ավելացրեցի մի փոքր խտացրած կաթ, 2-ից 3 ճաշի գթալ։ Եթե շատ քաղցր եք սիրում, կարող եք շատ ավելացնել։ Այնուհետև հարում ենք սերուցքը եւ մեր ստացված 2 զանգվածները խառնում ենք իրար, կրկին հարիչով հարում ենք եւ ստանում ենք անչափ համեղ կրեմ, սիրելիները, շատ համեղ է ստացվում։ Եվ անցնում ենք մեր շերտերին։ Շերտերի կողքերից հեռացնում ենք ավելորդ մասերը, որոնք մեզ անհրաժեշտ են փշրանքների համար։ Այնուհետև շերտ առ շերտ քսում ենք կրեմը, հավասարաչափ տարածում ենք Ահա եւ մեր շերտերը արդեն պատրաստ են, մանրացնում ենք փշրանքները, այս հարմարանքով շատ հեշտ եւ արագ է ստացվում եւ հավասարաչափ գեղեցիկ մանրացնում է։ Եթե չունեք, կարող եք գռտնակի օգնությամբ մանրացնել։ Ահա, եւ տարածում ենք մեր խմորեղենի վրա։ Հավասարաչափ տարածելուց հետո խմորը տեղափոխում ենք գոնե 3-ից 4 ժամ սառնարան, որպեսզի ավելի համեղ լինի, համերը միաձուլվեն եւ ունենանք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Ես թողել եմ մի գիշեր, այժմ կտրում ենք։ Տեսեք ինչքան փափուկ, նուրբ խմորեղեն է ստացվել, փորձեք, հաստատ կհավանեք, վստահ եմ։ Ահա եւ մեր գեղեցկուհին, տեսեք ինչքան սիրուն, բարձր, շերտերը հավասար խմորեղեն ենք ստացել։ Իսկ հիմա տեսեք ինչքան փափուկ եւ նուրբ է։ Համի մասին խոսք չունեմ, սիրելիներս, պատրաստեք կհամոզվեք, շատ համեղ է ստացվում, բերանում հալչում է ուղակի։ Սիրով կսպասեմ ձեր մեկնաբանություններին, պատրաստեցիք թե ոչ եւ արդյոք հավանեցիք թե ոչ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա տեսանյութերը։ Առայժմ բոլորիդ ցտեսություն։